Ես ընդհանրապես կան բաներ, որ ուղղակի չեմ հասկանում։ Կարող եմ ասել, որ իշխանությունները, ես գնահատական չեմ տա հատուկ ծառայությունների գործունեությանը մեր, թեև շատ ավելին եմ սպասում, բայց վերջերս կատարվեց մի բան, որ ընդհանրապես սկան մեկ մարդու գիտակցությունից դուրս է, ինչ է կատարվել, ստեղծվել էր, գիտեք, արտաքին հետախուզության ծառայություն առանցին։ Բայց միաժամանակ ԱԱԾ-ում մնացել էր այն կառույցը, որը նույնպես զբաղված է արտաքին հետախուզությամբ։ Գիտեք ինչ, դա ընդհանրապես ասած մեծ խնդիր չի մի քանի հետախուզություններ ունենալը։ Ահա նաև դրական լինի մրցակցություն բան։ Մի հարց տամ ձեզ, օրինակ ձեր կարծիքով Միացյալ Նահանգներում քանի հատուկ ծառայություն կա։ Մի հատ թիվ ասեք։ 30։ Չէ, լավ, այդքան չկա, 18 ընդամենը։ 30 տնաշեն։ Հարցրեց ես էլ ասեցի։ Թիվեր ասեցի էլի, հա։ Ընդամենը 18։ Բայց ընդամենը շատ է էլի 18-ը։ Գիտեք, եթե մի քիչ ուսումնասիրեք, այդ երկրի կառուցվածքը մի քիչ ուրիշ է։ Բայց երբ որ որոշում ընդունվեց, հենց վերջերս, որ ԱԱԾ-ում պետք է մնա արտաքին հակահետախուզությունը, միայն Ամերիկայում։ Չէ, Հայաստանում, Ամերիկայում տենց հիմարություն Այսինքն արտաքին հակահետախուզությունը պետք է լինի մի կառույցում, իսկ ինքը արտաքին հետախուզությունը մի այլ կառույցում, գիտեք, նույնիսկ նենց չեմ կարող հայմատություն բերել, այդ նույնն է, որ հիվանդանոցում հիվանդը լինի այստեղ, իսկ ենթադրենք նրա երիկամները, օրինակի համար լինեն ուրիշ մասնաշենքում։ Դա ուղղակի աբսուրդ է, որտեղ արտաքին հակահետախուզությունը դա հետախուզության մի ստորաբաժանում է, չի կարելի դրանք իրարից տարանջատել։ Երբ պատկերացնում եք արտաքին հակահետախուզության գործառույթները, լավ շատ կարճ ասեմ, կա հետախուզություն, այսինքն դրանք ինչ որ կառույցներ են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Որոնք ինֆորմացիա են հավաքում եւ այլն։ Ամեն ինչ, ոչ միայն ինֆորմացիա հավաքել, այնտեղ բազմաթիվ գործառույթներ են։ Դրանց անվտանգությունը դրսում պետք է պահպանել եւ ոչ միայն հետախուզության կառույցների։ Այդտեղ մտնում է նաեւ պետության դրսի ներկայացուցիչ, այսինքն այն ամենը, ինչ պետությունը ունի, դիվանագիտություն կլինեն, առևտրեն, ամեն ինչ, նաեւ հենց հետախուզական մարմինների, անձերի անվտանգությունն ապահովելու համար։ Այդտեղ չեմ ուզում ավելի մանրամասնել, ուղղակի մեծ թեմա է։ Հիմա դա հետախուզությունից դուրս է գտնվում։ Գիտեք, նույնիսկ մի քանի հին աշխատողներ են իմ հետ կապվել, որոնք հիմա չեն աշխատում, փորձել են ինձ բացատրել, աբսուրդ է, ես չեմ կարող բացատրել։ Իմիջիայլոց ուզում եմ ավելացնել, որ Ադրբեջանը իր հատուկ ծառայությունների ռեֆորմը միշտ չի, որ բարեփոխումներ են։ Ասում լավ, ասենք բարեփոխումները 22 թվին ավարտեց եւ բավական հետաքրքիր ռեֆորմ է արվել, որ դա պետք է ուսումնասիրել, հասկանալու համար նրանց գործունեությունը։ Վերաբերում է Հայաստանին, գիտեք, չեմ ուզում օրինակներ բերել, բայց այս իշխանությանը հատուկ ծառայություններ պետք չեն։ Իրենց դասական իմաստով հատուկ ծառայություններ պետք չեն ուղղակի։ Պետք չեն, ներողություն եմ խնդրում, պետք չեն, թե պետք են քանդել այդ կառույցները։ Դրա համար պետք չեն, որտեղ քանդում են ինչ-որ հատուկ միայն նպատակների համար։ Նորից եմ ասում, սա ոչ թե եկեղեցուներ,
հարված, ոչ թե Քեզ մայրաթորիներ առաջներն հարված, ոչ ահացային է։ սա առաջին հերթին հենց պետությանն ու պետականությանն էր հարված, լրջագույն։ Այ։ Բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան, որոնք ես չի ուզել շոշափել, մանավանդ հիմա, երբ դարապես պատմության մեջ երբեք հատուկ ծառայությունների եւ հատկապես հետախուզության, չէ ինչի հակահետախուզություններ դերը այնքան մեծ չի եղել, ինչքան հիմա է։ Տեխնոլոգիական երևի պատճառներով, հա, ինչ պատճառով։ Ասեմ, հիբրիդային պատերազմների պատճառներով։ Այդ ինչ, հա, մի հատ Դրամասին ուզում էի մոտ, հա։ Լավ, չմոռանաք, այս Հա, մի քիչ այս թեման ավարտենք, հետո անդրադառնանք հիբրիդային Հա, պատերազմին։ որտեվ դե ցանթատ ասում են ուզում եք։ Այն ինչ որ Ադրբեջանը մեր դեմ ամեն օր վարում է, կոպիտ ասած։ Որ ասում են սահմանադրությունը Մի րոպե։ Չէ, ոչ, դա չի, դա այդ Դա փոքր խոսանք մասն է։ է։ Ուրեմն ես մի քանի անգամ հրապարակայնորեն առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանում կա 3 կարևոր խնդիր։ Արդեն որի օրդ անգամ նշում։ Ամենամեծ 3 խնդիրներ։ Առաջինը անվտանգություն, երկրորդը անվտանգություն, երրորդը անվտանգություն։ Եվ անվտանգություն ապահովող հիմնական 3 կառույցները բոլոր կառույցներն են պետության անվտանգություն ապահովում։ Սկսած սոցիալ նախարարությունից, մշակույթի նախարարությունից, բայց 3 հիմնականը դա ընդ որում հերթականությունը կարևոր չի։ Բանակ արտաքին քաղաքականություն հատուկ ծառայություններ։ Պարզ ակնհայտ օրինակ բերեմ Ուկրաինայի հարցով։ Տեսնում եք, որ այս 3 կառույցները ինչ ակտիվ են աշխատում։ Ինձ իրանց ուսերին է ամբողջ։ Հիմնականը ասում եմ սրանք են, ընդ որում դրանցից ոչ մեկը բացառել չի կարելի։ Մենք տեսնում ենք, թե Ուկրաինայի անվտանգությունը ինչպես է աշխատում, շատ արդյունավետ, անընդհատ զարգանալով այս տարիների ընթացքում, արտաքին քաղաքականություն ենք տեսնում, բանակն ենք տեսնում, այս բանակը 4 տարվա առաջվա բանակի հետ նույնիսկ ծիծաղելի է հայեմատել։ Մյուս պահը այսօր շատ երկրների հարաբերություններում հետախուզությունների միջոցով գուցե շատ ավելի մեծ աշխատանք է կատարվում, քան արտգործնախարարությունների միջոցով։ Ուշադրություն դարձրեք, թե մերձավոր արևելքի այս թնջուկում անընդհատ հայտնվում են հետախուզության ղեկավարները, խնդիրներ իրանք են լուծում։ Եվ այսօր այս վիճակում ունենալ հատուկ ծառայությունները դա մեղմ ասած բավարար չէ։ Գիտեք, միջոցների հարց կա ամեն ինչ իսկ բողոք են, բայց ամենամեծ տնտեսելու ամենածանր հետևանքները լինում են, երբ սկսում ես տնտեսել հատուկ ծառայությունների վրա։ Սա է իրականությունը, երբ հատուկ ծառայություններ եւ հետախուզությունների դերը այսքան մեծացել են։ Եվ դրանց ղեկավարների դերն է իրենց երկրի ներսում մեծացել։ Լսեք լավ, Թուրքիայի օրինակը, Մեծ Բրիտանիայի օրինակը բերենք եվրոպական երկրների օրինակը։ Իսկ մեր մոտ ցավոք սրտի իշխանությանը սրանք պետք չեն, բացարձակապես։ Բացարձակապես իշխանությանը հատուկ ծառայությունը պետք չի։ Դեռ իշխանությունը ինչ է անում։ Արտաքին որևէ պայքարի նշույլ չկա, ոչ մեկի հետ, ամբողջ պայքարը ծավալել է ներսում։ Հա։ Ներսում է ամբողջ պայքարը ծավալել։